Ես եմ տարօրինակ, թե իրականում կա այսպիսի պարադոքս։ Կա 3 կարևոր բաղադրիչ։ Իսկ եթե 24 ժամին մի քանի ժամ էլ ավելացնեին, ինչ կավելացնեիր քո կյանքում։ Երևի թե հարցին պատասխանելու համար մենք պետքա ժամանակը մենք մրցում ենք SMS գրողի հետ։ Ինչով է պայմանավորված, որ իրանք պետք է ժամանակ ծախսեն այս երևույթ ուսումնասիրելու վրա։ Ողջույն։ Այսուհետ իմ YouTube-ի ալիքում կգտնեք ոչ միայն կրթական վիդեոդասեր, այլև զրույցներ տվյալների վերլուծության եւ հարակից ոլորտների տարբեր ներկայացուցիչների հետ։ Չմոռանաք բաժանորդագրվել, որպեսզի ոչ մի վիդեո բաց չթողնեք։ Այսօր իմ հյուրն է կառավարման համակարգերի ներդրման, մշակման ոլորտներում մեծ փորձ կուտակած Արտուր Համբարձումյանը, ով երկար տարիների աշխատում է Ամերիա բանկում, նպաստում է կազմակերպության զարգացմանը եւ իր կուտակած փորձով կիսվում է ռուս-հայկական համալսարանում տարբեր առարկաների միջոցով։ Ողջույն Արտուր։ Ողջույն։ Այսօր ես սկսում եմ իմ ոդկասթների շարքը եւ շատ ուրախ եմ, որ հենց քեզնով է սկսվում այդ շարքը, քանի որ ես, մեր գոլեգաները, ռուս-հայկական համալսարանի շատ ուսանողներ ունեն քեզ լսելու հնարավորությունը։ Ես ուզում եմ այս ձևաչափի միջոցով այդ հնարավորությունը տալ նաեւ մնացած մարդկանց, որպեսզի լսեն քո մտքերը, որպեսզի քո փորձով կիսվես նաեւ նրանց հետ եւ փորձենք օգտակար լինել նաեւ իրենց։ Շնորհակալություն Հայկույ ջան այս հնարավորության համար։ Իրոք տարիների ընթացքում կուտակվում է որոշակի գիտելիք, փորձ եւ կփորձենք հնարավորինս օգտակար, եւ հանրության համար հետաքրքիր հարցեր քննարկել։ Խնդրեմ։ Այս առաջին ոդկասթի շրջանակներում ուզում եմ նախ չհեռանանք իմ ալիքի բուն նպատակից, դա տվյալների վերլուծության տարածումն է, թե ինչի համար է մեզ պետք, խոսենք հենց սրա կարևորության մասին եւ հատկապես բանկային համակարգում կազմակերպություններում, որքանով է մեծ այս տվյալների կարևորությունը, ինչի համար են մեզ պետք տվյալները, որտեղ եւ ոնց ենք իրենց հիմնականում օգտագործում։ Տվյալները գնալով էլ ավելի կարևոր են դառնում մեր կյանքում, թե առօրյայում եւ թե կազմակերպություններում։ Կազմակերպությունները տարբեր են, կան իրենց հասունության տեսակետից շատ ավելի առաջադեմ կազմակերպություններ, որտեղ ընկալումը թե տվյալների որպես կարևորագույն ակտիվի, թե այն կարողությունների, որոնք պետք են կազմակերպություններում տվյալ ակտիվներից օգուտներ ձևավորելու առումով ավելի բարձր են եւ կան կազմակերպություններ, որոնք նոր են այդ ճանապարհը սկսում։ Եթե պայմանական բաժանենք այն դրսևորումները, որոնք ունենք կազմակերպություններում, երևի թե 3 հիմնական խումբ կարելի առանձնացնել, խնդիրների շրջանակի կամ նպատակների։ Առաջինը դա հիմնական գործունեության չափումներն են, տարբեր տեսակի, բիզնեսի կատարողականից մինչև անհատական կատարողականներ, տարբեր պրոդուկտների, գործընթացների մակարդակով։ Երկրորդ բլոկը դրանք հիմնականում ընթացիկ որոշումների կայացման մասն է։ Այստեղ շատ կարևոր է մի քանի հարթություն, օրինակ կողմնորոշվել իրավիճակներում կամ կանխատեսել ապագան, կայացնել որոշակի որոշումներ ռիսկերի հետ կապված, ներդրումների հետ կապված, այսինքն որոնք միտված են դեպի ապագան։ Եթե կատարողականի չափելը դա հիմնականում փաստերի արձանագրումն է, թե որտեղ են գտնվում, կողմնորոշվելու իմաստով, ապա երկրորդ բլոկը ուղղված է ապագան փորձել հասկանալ, թե ուր է շարժվում եւ կայացնել որոշումներ, թե ինչ անել, ինչ գործողություններ ձեռնարկել։ Իհարկե, երկուսի միջև կապ կա։ Եվ երրորդ, երևի թե նաեւ այսօրվա արդիական, ուղղություններից է դառնում այսպես կոչված գերանհատականացումը, երբ որ մենք տվյալները կարողանում ենք օգտագործել շատ ավելի ճշգրիտ առաջարկներ, ծառայություններ մատուցելու եւ որոշելու, թե հաճախորդներին ինչ կարող է հետաքրքրել կամ ցանկացած լուծում ադապտացնել կոնկրետ մարդու պահանջմունքներին, անցնելով ավելի սեգմենտայինից, դեպի անհատական եւ ի ուրախություն մեզ այսօր տվյալները եւ դրանց հետ աշխատելու կարողությունները կազմակերպություններում թույլ են տալի շատ մեծ ընկերությունների փորձից երևի թե կարելի է օրինակներ բերել մեր առօրյա կյանքում, նաև փոքր կազմակերպություններին նույնպես օգտվել այդ հնարավորություններից, հաշվի առնելով, որ այդ թվում արհեստական բանականության գործիքների հասանելիությունը գնալով ընդլայնվում է եւ
այստեղ մենք կարող ենք մի շարք լուծումներ ունենալ, որտեղ տվյալների կարևորությունը եւ դրանց հետ աշխատելու կարողությունների, կարևորությունը ճիշտ գիտակցելը եւ ժամանակին դրանց ներդնելը կարող է բերել մեծ օգուտների։ Ինձ երկու միանգամից հարց առաջացավ այս ամեն ինչի հետ կապված, նախ այս գերանհատականացումը շատ հետաքրքիր է, այս թողնենք հեսա առանձին խոսանք, մինչև այդ ուզում եմ հասկանամ այս 3 ոլորտի, որ բաժանեցիր չափումները, արդյոք իրանք կիրառելի են բոլոր տեսակի կազմակերպություններում, թե ոնց որ ավելի իրենք համապատասխան են բանկային համակարգի համար։ Այդ մասը կխնդրեմ մի քիչ ավելի մանրամասն մեկնաբանես։ Հաշվի առնելով, որ ցանկացած ոլորտ ունի իր առանձնահատկությունները եւ պահանջները, իհարկե տարբերություններ կարող են լինել, բայց այն հիմնական բլոկերը, որոնց մասով կամ հատվածները, որ ես նշեցի, դրանք բավականին ունիվերսալ են եւ ցանկացած կազմակերպությունում կա թե կատարողականի գնահատման, չափման, կարիքներ եւ թե ապագան որոշելու, կողմնորոշվելու, տարատեսակ որոշումներ կայացնելու, այդ թվում ռիսկերի գնահատման, թե շուկայի վերաբերյալ վերլուծությունների մասով եւ իհարկե հաճախորդների եւ ստեղ հաճախորդ ասելով կարելի է շատ ավելի լայն ընկալել, դա կարող է լինել նաեւ շահառուներ, տարբեր, այդ թվում ոչ առևտրային կազմակերպությունների տեսակետից, եւ երբ որ մենք խոսում ենք տարբեր լուծումներ տալու մեջ գիտելիքի եւ տվյալների հիման վրա հիմնված գիտելիքի օգտագործումը անհատականացված լուծումներ տալու մասով, ապա իմ կարծիքով դրանք բավականին ունիվերսալ են։ Այլ հարց, որ խորությունը, ձևերը եւ առանձնահատկությունները կարող են տարբերվել ոլորտից ոլորտ։ Եվ նաեւ այլ հարց, որ դեռ այնպես չի, որ բոլոր կազմակերպությունները գիտակցում են իրենց մոտ այդ չափումների անհրաժեշտության մասին։ Այո, տեսեք, ստեղ կա երկու հարթություն, եւ երևի թե կարելի է ասել մի հարթությունը դա չիմանալու, չկարևորելու եւ ինչ որ չափով դեռ հասունությունը կազմակերպության թույլ չի տալի ակտուալացնել այդ երևույթները։ Երկրորդ հարթությունը, երբ որ գիտես, գիտակցում ես, հասկանում ես, որ դա կարևոր է, բայց դեռ չես կիրառում։ Տարբեր պատճառներով, եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ, ուղղակի կառավարման տեսության մեջ կամ ակադեմիական աշխարհում կան տարբեր բացերի մասին, գեփերի մասին ուսումնասիրություններ եւ իմանալու, գիտակցելու եւ գործելու միջև կա հայտնի բաց, կամ որը կոչվում է knowing doing gap, որի իմաստը հենց նրանում է, որ միայն գիտակցելը եւ իմանալը, որ դա լավ է, օգտակար, դեռ չի նշանակում դրա օգտագործում, կիրառում գործունեության մեջ։ Դրանց պատճառները բավականին տարբեր հետազոտություններ կան եւ եթե հետաքրքիր է կարող ենք մի քանի ոնց որ պատճառների մասին խոսել։ Հետաքրքիր է միանշանակ։ Տեսեք, ընդհանրապես մարդու մտածելակերպի կամ կազմակերպությունում մշակույթի, գործոններով այդ թվում պայմանավորված երբեմն մարդիկ որոշումների կայացման տեսակետից կարող են առաջնորդվել տարբեր մոտեցումներով եւ շատ ժամանակ կան տարբեր պատկերացումներ, որոնք կարող են եւ բխեն թե ընկալումից, թե ինչ ենք ուզում անել, պատկերացումից եւ այդ պարագայում շատ ժամանակ մարդիկ փորձում են վստահել այն ինչին իրենք գիտեն, այն ինչ որ իրենք փորձով տեսել են, այո, եւ ինչքան էլ որ տեղյակ են, որ վերլուծությունները, տարբեր տվյալները կարող են իրենց այդ հարցում օգնել, կա որոշակի այդ բացը, որը թույլ չի տալի հույս դնել, ոչ թե սեփական փորձին կամ գիտելիքին, այլ նաև այդ օբյեկտիվ իրականությանը։ Այդտեղ կան նաև շատ այլ պատճառներ, սկսած նրանից, թե տարբեր կողմնակալություններ, որ մարդիկ ավելի հակված են տեսնել
վստահել այն ամեն ինչին, ինչ որ համընկնում է իրանց պատկերացումների հետ, եւ այստեղ շատ կարեւոր է թե արդյոք անհատը կամ կազմակերպությունը մշակույթի տեսակետից հասել են մակարդակի, երբ գիտակցում է այդ կողմնակալությունները, եւ կարողանում է տեղ տալ այլընտրանքային կարծիքի, օբյեկտիվ տվյալների եւ այլն։ Բայասների տեսակներ չկան, չէ՞, տենց որ մարդիկ կարողանում են ֆիլտրել մենակ այն, ինչ իրանց արդեն հոգեհարազատ նախկին տեսել են։ Այո, եւ հաշվի առնելով երևի թե ամենահետաքրքիր բացատրություններից մեկը այն է, որ երբ խոսք գնում է ապագայի մասին, մարդիկ շատ ավելի փորձում են ավելի շատ դրականի վրա կենտրոնանալ, հա, այդ մարդու բնույթն է այդպիսին, որ հնարավորինս անտեսել, հա, նեգատիվը եւ ավելի հույս դնել, որ ապագան ավելի դրական է լինելու։ Եվ այդ համատեքստում շատ դժվար է առերեսվելը տվյալների հետ, օբյեկտիվության հետ։ Այո, եւ ինչքան էլ դու գիտակցում ես, որ տվյալը կարեւոր է եւ քեզ կարող է ճիշտ կողմնորոշվել, կա ներքին պայքարը, հա, որքանով ես պատրաստ առերեսվել այդ իրականության հետ։ Ինձ թվում է այս երևույթը ավելի շատ փոքր կազմակերպություններին է բնորոշ, այն կազմակերպությունները, որոնք ավելի հասուն են, երևի ավելի շատ են արդեն համենայն դեպս վերջին տարիներից սկսել ուշադրություն դարձնել դատայի կարևորությանը, օգտագործել իրենց որոշումների մեջ։ Հիմա data driven տերմին կա, չէ, որ ահագին trend-ային է ու շատ են օգտագործում մարդիկ ու ուզում են, որ իրենց որոշումները լինեն data driven, բայց մյուս կողմից էլ նայենք data analyst-ների տեսանկյունից, երբ որ իրանք ինչ-որ վերլուծություն են անում, կատարում են աշխատանք, երկար ուսումնասիրում են տվյալները, բերում են ինչ-որ օբյեկտիվ իրականություն, ցույց են տալիս դա մենեջերների ու հանկարծ կարող է հնչի պատասխան, որ տվյալը տվյալ, բայց ես իմ ինտուիցիային եմ ավելի շատ վստահում, ոնց որ այս մարդկանց ոնց համոզենք, որ չգիտեմ, պրակտիկայում ինչքան շատ է հանդիպում sense դեպքեր ու ոնց սկսենք էլի իրանց մոդել փոխել այդ մտածելակերպը, որ ինտուիցիան էլի կարևոր է, ինձ թվում է առանց դրա մեկա չի լինի, բայց ամեն դեպքում գոնե 50% տանք նաև դատային։ Այս բարիերը ոնց հաղթահարենք։ Երբ մենք խոսում ենք տվյալագետների կամ վերլուծաբանների աշխատանքի մասին, շատ կարևոր է հասկանալ, թե խնդիրները որտեղից են ծնվում, ովքեր են սահմանում այդ խնդիրները, եւ այո, կա մոտեցում, երբ դու ուղղակի որոշ օրինաչափություններ ես մանգալի տվյալների մեջ, բայց բիզնեսում մեծ մասը այսօր որոշակի խնդիրների լուծումից է բխում, հա, եւ այդ խնդիրների դրվածքից լինի դա որոշ բաներ հաշվարկելու, ցույց տալու, կանխատեսելու, մոդելավորելու եւ այլն։ Եվ այն դեպքում, երբ կա խնդրի դրվածք, երևի թե տվյալ հարցադրումը այդքան արդիական չի լինում, որովհետև դու անում ես այնպիսի աշխատանք, որպեսզի պատասխանես այդ խնդրի հարցերին։ Քո նշած երևույթը ավելի բնորոշ է այն դեպքերին, երբ վերլուծաբանը պատրաստում է նյութեր, որոնք հավելյալ կարող են հանդիսանալ որոշակի տեղեկատվություն, հա, ինֆորմացիա այն իմաստով, որ որոշում կայացնողը կարող է օգտագործել, կարող է չօգտագործել, հա, դուք հաշվարկ եք արել որոշակի ինչ որ տվյալների հիման վրա եւ տեսել եք ինչ որ հետաքրքիր վարքագիծ, օրինաչափություն եւ այլն։ Եվ այստեղ շատ կարեւոր է հաշվի առնել, որ այն ինչ որ դուք մատակարարում եք որպես վերլուծաբան, դա տեղեկատվություն է։ Կարող է որոշակի գիտելիքի վերածվել, եթե դուք կարողանում եք հաստատել որոշ օրինաչափություն։ Եվ սա կարևոր է, որ մենք հաշվի առնենք, որ որոշում կայացնող անձը նույնպես ունի գիտելիք։ Եվ փորձ առնվազն։ Փորձ, գիտելիք, եւ դա միակ աղբյուրը չի տեղեկատվության, հա, եւ այն ինչ որ մենք այսօր կոչում ենք ինտուիցիա, հա, դա նույնպես կուտակված գիտելիքի, հա, փորձի դրսևորում է, որը երբեմն նաև մեկնաբանելու ոչ այնքան պատրաստ, երբ որ մենք չենք կարող իսկ բացատրել, թե ինչու ենք եկել այդ եզրահանգման, դրա հիմքում որոշակի սովորելու, հա, կուտակելու էֆեկտներ կան, եւ այդ տեսակետից ես չէի փորձի հակադրել այդ երևույթները, այլ կնշեի, որ դրանք
պետք են երևի համադրվեն, հա, որովհետև պետք չի թերա գնահատել անհատի փորձառությունը, բայց միաժամանակ եթե այդ մարդը կամ որոշում կայացնող անձը բաց է նաև այլ ինֆորմացիայի, ինչպես քիչ առաջ նշեցինք, դա օգնում է ավելի լիարժեք հասկանալ իրավիճակը եւ ավելի օբյեկտիվ որոշումներ կայացնել։ Հետևաբար այստեղ խոսքը ոչ թե համոզելու մասին է, որ այս տվյալը կարևոր է մարդու համար, այլ անել այնպես, որ այդ տվյալը հանդիսանա Աշխատի ծառայի այդ նպատակներին, հա, որոշման կայացման եւ երբեմն այո, որոշ ճանապարհ է պետք անցնել, որպիսի կազմակերպությունում գիտակցեն, որ տեղեկատվությունը, հատկապես այսօրվա դարում շատ արագ փոփոխվում է եւ գիտելիքը այդ թվում եւ այն ինչ որ դու գիտես, որ այդպես է, շատ արագ կարող է այդպես չլինել, հա, եւ այդ մտածելակերպի փոփոխությունը, որ ցանկացած պահին դու ունես կարիք վերաիմաստավորելու եւ բաց լինելու այդ նոր հանգամանքները հաշվի առնել քո որոշումների մեջ, կարող է օգնել այդ երևույթին։ Իսկ մենք չենք կարող վիճել նույնիսկ ինտուիցիայի կարևորության մասին, որտեվ նախկինում օրինակ, երբ որ որոշել էին, որ սուպերմարկետներում նուտելանու հացը իրար հետ դնեն վաճառեն ու դա շատ լավ աշխատում էր, այդ հաստատ ինտուիցիայի հիման վրա եկած որոշում էր, էլի։ Իսկ հիմա ինձ թվում է տվյալները այնքան շատ են, որ առնվազն հնարավոր է ստուգել, թե ամեն շաբաթ այդ մարդը ինչ առևտուր է անում ու ուղղակի եթե իրեն ինչ որ notification գնա, ծանցում գնա, որ այսօր արի ես ապրանքները առ, ուղղակի մարդը կգնա ու կառնի այդ առևտուրը, ուստեղ արդեն տվյալները կաշխատեն, այսինքն երկուսի զուգակցումը իրոք կարևոր է։ Ու այստեղ արդեն խոսենք այդ գերանհատականացումից, որտեվ այսօր միանման շատ կազմակերպություններ կան ու բոլորը քիչ թե շատ նմանատիպ ծառայություններ առաջարկում են։ Բանկերի դեպքում օրինակ վարկեր առաջարկում են 1% մի քիչ շատ, 1% մի քիչ, բայց ինձ թվում է այս ավանդական մասերից արդեն դուրս ենք եկել ու տոկոսը չի, որ ամենակարևոր դերն է խաղում ու նույնիսկ սուպերմարկետներում ինչ որ հարմարավետություն, հա, ապրանքների գները չի, որ ամենակարևոր ազդեցություն ունեն մարդկանց որոշումների վրա։ Իմ կարծիքով անձամբ ես որպես հաճախորդ սիրում եմ, երբ ինձ անհատական մոտեցում է ցուցադրվում ու ես չասեմ կարևորված եմ ինձ զգում, բայց հաճելի է, երբ որ նկատում ես, որ քո դատան վերլուծվում է, չգիտեմ, քեզ ավելի քո մտքով էլ չէր անցնում, բայց քեզ համապատասխան ինչ որ առաջարկ է գալիս քեզ։ Ու ինձ թվում է այսօր արդեն մրցակցությանը դիմանալու համար շատ կարևոր է այս տվյալների վերլուծությունը, էլի, որտեվ սրանով է արդեն, որ մենք կարողանալու ենք գրավել հաճախորդներին, մեզ մոտ պահել ու դուրս չմնանք, էլի, մրցակցությունից կարողանանք շարունակել մեր գործունեությունը։ Դրա համար ինձ թվում է օր առաջ պետք է սկսել տվյալների ուսումնասիրությունը, երևի ցանկացած կազմակերպությունում։ Այո, եթե վերադառնանք հիմնականում տարբեր կառավարման տեսություններին եւ ինչով են կազմակերպությունները առանձնանում կամ ստանում մրցակցային առավելություններ, կա ուղղություն, որը հիմնական որը կառուցված է կազմակերպության այսպես կոչված բիզնես կարողությունների կամ հմտությունների կազմակերպության մակարդակով կարողությունների ձևավորման վրա եւ հիմնական թեզը նրանում է, որ առավելություն է ստանում ոչ թե վերջնական ապրանքի տեսքով, այլ այն կարողություններով, որոնք քեզ թույլ են տալի անընդհատ լավացնել օրինակ ապրանքը կամ ստեղծել ինչ-որ բաներ եւ այդ կարողությունների շարքում այսօր, հա, եթե փորձենք առանձնացնել տվյալների հետ աշխատանքը, ապա կարող ենք ասել, որ դրա դերը էապես փոխվում է եւ այստեղ է, որ թե այդ հիպեր անհատականացված, հա, մոտեցումների կամ գերանհատականացված մոտեցումների մեջ, եթե կազմակերպությանը հաջողվել է ձևավորել այնպիսի կարողություններ, երբ այն կարողանում է տվյալները ժամանակին շատ լիարժեք հավաքագրել, այնուհետև դրանք մշակել եւ վերածել որոշակի առաջարկների, ինսայթների, հա, տարբեր գիտելիքի, որը կարող օգտագործվի անհատական լուծումներ տալու մեջ, ապա այդ կազմակերպությունը առավելություն է ստանում։ Ժամանակի մեջ իհարկե շատ կազմակերպություններ այդ կարողության մեջ հավասարվելու են, հա, եւ այստեղ է հարցը ծագելու ապագան,
հա, ինչպես է լինել, որտեղ այսօր անհավասարությունը կարող է լինել, մի կազմակերպություն արդեն կարողացել է ներդնել համապատասխան մոտեցումներ, որտեղ ունի մասնագետներ, մի կազմակերպություն դեռ նոր է սկսում, բայց եթե մենք նայում ենք ինչ որ ժամանակի մեջ, ապա ինչ որ մի պահից դա դառնալու է ստանդարտ եւ տարածված։ Համար այստեղ երկու բան պետք է, եթե այդ կարողությունը այս ժամանակահատվածում բերում է առավելության եւ առաջ ընկնելով շուկայից դու կարողանում ես անել այն ինչ որ ուրիշները չեն կարողանում դեռ անել, դա արդեն առավելության հիմք է։ Իսկ եթե մենք նայում ենք ապագայի տեսակետից եւ եթե այսօր մենք խոսում ենք հիպեր անհատականացված լուծումների մասին, ապա իհարկե այստեղ նույնպես կարելի է մի փոքր ավելի բացատրել թե որտեղ կարող են դրանք դրսևորվել, ու տեղել ստանալ առավելություններ։ Օրինակ, տեսեք, կարելի է հասկանալ, որ մարդուն անհրաժեշտ է ինչ-որ մի product, իր տարբեր վարքագծային տվյալները վերլուծելու, բայց կարելի է օրինակ բաց թողնել կոնտեքստի պահը եւ օրինակ ոչ ճիշտ ժամանակին այդ առաջարկը անել։ Եվ դրա համար անհատականացված կամ գերանտականացված մոտեցումը, որ ինչ է ներադրում, որ ոչ միայն դու պետք է կարողանաս վարքագծային տվյալներ հավաքագրես, այնուհետև կանխատեսես որոշակի վարքագծեր, այլ նաև կարողանաս ճիշտ կողմնորոշվել, թե որն է պահը, կոնտեքստը հաշվի առնելու, որպեսզի այն լուծումները, որ առաջարկվում են, դրանք լինեն տեղին եւ որոշման կայացման առումով մարդը հակված լինի դրանք ընդունելու եւ ավելորդ չանհանգստացնելու եւ ոչ տեղին առաջարկներ անելու առումով։ Եվ այստեղ էլ կա մեծ տիրույթ, որ եթե նույնիսկ բազային կարողություններում կարող են կազմակերպությունները նմանվել, առանձին մարտավարություններում եւ առաջարկները ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով անելու պարագայում կարող են ստանալ առավելություններ։ Եվ երրորդը երևի թե եթե վերջի տրենդերը հաշվենք, մի շարք ոլորտներում տեղի ունենում այսպես կոչված ավելի ընդգրկուն կամ ավելի լայն կարիքների ծածկելու տենդենս, երբ որ տարբեր կազմակերպություններ մտնում են հարակից ոլորտներ, փորձում են ավելի կենսակերպը ամբողջությամբ ծածկել եւ այդ առումով իհարկե այն կազմակերպությունները, որոնք այդ տվյալները կարողանում են օգտագործել անհատականացած լուծումներում ոչ թե սահմանափակվել միայն իրենց կողմից մշակվող ծառայություններով, այլ նաև համագործակցությունների միջոցով կամ սեփական այլ նոր ուղղությունների զարգացման միջոցով ծածկել այլ պահանջմունքներ, որովհետև այդ տվյալները կան եւ այդ գիտելիքը ձևավորվում, այսինքն ընդլայնելով առաջարկի մասը, այստեղ նույնպես ստանում են առավելություն եւ այդ բոլոր նշվածներում, եթե նկատեցիք, տվյալների հետ աշխատելու ժամանակին դրանք հավաքագրելու եւ վերածելու, գիտելիքի ինսայթների կարեւորությունը երևի թե դժվար է թերագնահատել։ Խոսեցինք կարևորությունը հասկացանք կարծում եմ, բայց հենց այս վերջին ասածից հետ ելնելով տարածվելու հետ կապված, արդյոք չունենք ֆոկուս ուշադրությունը կորցնելու խնդիր, որտեղ հենց քո խորհրդված գրքերից մեկում եմ հանդիպել Գոլեմանի ֆոկուսի մեջ, որ այս դարում ոնց որ անգլերեն ձևակերպումի հիմա չեմ հիշի, այս դարում ոնց որ պակասը ոչ թե տվյալներն են, այսինքն մենք ունենք անսահման տվյալներ, բայց ավելի մեծ վախը այդ ուշադրությունը կորցնելը, ֆոկուսը կորցնելը։ Ոնց որ ունենք արդյոք այսպիսի խնդիր, թե չէ։ Իհարկե, այսօրվա իրականության մեջ կենտրոնանալու կարողությունը եւ ֆոկուսը, այսպես կոչված, դա երևի ամենակարևոր, եթե կարելի ասել, հմտություն, կարողություններից մեկն է, Եվ ինչքան շատանում է ինֆորմացիան, ինչքան հնարավորությունները ընդլայնվում են, այդքան այդ խնդիրը ավելի է սրվում։ Եվ այդ տեսակետից այլընտրանքները այնքան շատ են, երբ որոշ առումով մարդիկ նույնիսկ չեն կարողանում կողմնորոշվել, այդ թվում պայմանավորված հնարավոր վախերով, որ հնարավորություն բաց կթողեն, պետք է զուգահեռ մի քանի բան անել, որովհետև ես հետ չմնալու համար, տարբեր վախեր կան, տարբեր տերմիններով կոչվող, շատ չբարդացնենք, բայց միտքը հետևյալի մեջ է, այո, ֆոկուսը այսօր ամենակարևոր բաղադրիչն է ցանկացած հաջողության համար։ Եվ այդ տեսակետից երևի թե ոչ թե խոսքը պետք է գնա
ֆոկուսավորվելը որպես տվյալների իմաստով, այլ ֆոկուսավորվելը որպես այն խնդիրների, որ դու փորձում ես լուծել, հա, եւ եթե մենք խոսում ենք այն մասին, եթե մենք որոշել ենք օրինակ հաճախորդներին առավել հարմար եւ փորձառությունը լավացնելու հետ կապված կենտրոնանալ տվյալները ինչպես կարող են մեզ օգնել, հա, եւ եթե ընկերության համար հաճախորդի փորձառությունը շատ կարեւոր է, ապա այդտեղից կարող են ծնվել շատ հետաքրքիր վարկածներ, որոնք կարող են ստուգվել տարբեր փորձերի, հա, էքսպերիմենտների միջոցով եւ այլն։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որ բիզնեսը հաշվի առնելով, որ շատ դինամիկ է իր բնույթով եւ տարբեր փուլերում տարբեր հարցեր կարող են կարևորվել, կարողանալ այդ առաջնահերթությունները պահել, հա, եւ եթե մենք խոսում ենք, որ տարբեր հարցեր պետք է լինեն ֆոկուսի կենտրոնում եւ ընկերությունը պետք է այստեղ ոչ միայն հարցը պահի մեջ ֆոկուսավորվելն է, այլ նաեւ հետեւողական այդ ֆոկուսը պահելու մեջ է։ Բայց սրա հակառակ կողմն էլ կա, չէ, որ օրինակ երբեմն գալիս է պահ, որ պետքա ֆոկուսը փոխել ու արագ այդ ճիշտ որոշումն ընդունելու մեջ է, որ օքեյ, մեր ֆոկուսը էս էր մինչև էս, հիմա արագ պետքա փոխենք, ուստեղ հակառակ արգումենտներ հաստատ հնչում են, որ չէ, մենք պետք է ֆոկուսը պահենք, մենք հավատացել ենք այս գաղափարին, մինչև վերջ պետքա առաջ գնանք։ Այս անցումն էլ է, էլի շատ նուրբ, որ մեկ ինչքան էլ որ մենք հավատացել ենք այդ գաղափարին, միգուցե ժամանակները նենց են փոխվել, որ չէ, արագ պետքա հասկանալ, որ այս պահին այս արդիական չի ու պետքա փոխել ուղղությունը, ինչ որ այլ ուղղությամբ գնալ։ Այո, եթե մենք խոսում ենք ընդհանրապես դինամիկա աշխարհի մասին, ապա ցանկացած երևույթ կարող է փոխվել եւ այդ թվում դու կարող ես հասկանալ, որ ինչ որ բան ինչի վրա դու կենտրոնացել ես կամ փորձել ես իրականացնել, արդիական չի կամ հանգամանքները փոխվել։ Բայց խոսքը գնում է նրա մասին, որ եթե դու որոշել ես ինչ որ բան իրականացնել եւ պետք է կենտրոնացնես քո ռեսուրսները, կա տարբեր մոտեցումներ ռեսուրսների սահմանափակության եւ ոչ սահմանափակության, հա, տեսակից, բայց մենք ելնում ենք նրանից, որ ինչ որ պահի դրությամբ բիզնեսը ունի սահմանափակում ռեսուրսների, հա, չխորանալով թե ինչպես կարելի է դրանք ընդլայնել հարցի մեջ, ապա այդ սահմանափակ ռեսուրսները ուղղել որոշակի հարցերին, հա, ենթադրում է ինչ որ բանից հրաժարվել։ Հա, եւ այստեղ է կենտրոնացումը կարեւորում, հա, երբ որ դու ֆոկուս կարեւորվում, երբ որ դու ֆոկուս ես լինում մի երևույթի վրա։ Կարող ես արդյոք ֆոկուսավորված լինելու ժամանակ բաց թողել ինչ որ տեղեկատվություն կամ հնարավորություն, այո։ Հետևաբար այո, դա մեդալի մյուս կողմն է, որ կարող ես, այո, բայց մյուս կողմից եթե դու չես կենտրոնանում, ապա դու առաջընթացը չես կարողանում ապահովել։ Հետևաբար խելամիտ մոտեցումները ենթադրում են կազմակերպությունների այնպիսի դիզայն, որոնք թույլ են տալի լինել բաց եւ ուշադիր, հա, տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ միաժամանակ գերկենտրոնացված այն հարցերին, որը կարևորվել է եւ փորձում է ընկերությունը այդ տիրույթում հաջողություն գրանցել։ Տեսեք, եթե տվյալները մեզ բերում են նոր ինսայթներ, նոր ինֆորմացիա եւ դրանք հուշում են, որ մենք պետք է որոշումները փոխենք, հա, ենթադրում է, որ կազմակերպությունը պետք է լսի, ականջ դնի։ Եվ բարձր կարող ենք ունենալ իրավիճակներ, երբ որ դրանք կանտեսվեն եւ չեն ոչի, բայց ընդհանուր առմամբ շատ լավ համեմատություն կարող է ծառայել սպորտային աշխարհը, հա։ Իմ անձնական կարծիքով սպորտային աշխարհը շատ ավելի արդար է այդ առումով եւ շատ ավելի հստակ են երևույթները, քան բիզնես աշխարհը։ Թե տվյալների որպես հետադարձ կապի մեխանիզմի, հա, շղթայի այդ ցիկլիկ կարճության իմաստով, երբ որ դու քո հաջողությունը, կատարողականը եւ այլն կարողանում ես շատ ավելի արագ տեսնել եւ շատ դժվար է չնկատել կամ ինչ որ չափով հաշվի չառնել, հա, որովհետեւ սպորտային աշխարհում արդյունքները շատ ավելի ակնհայտ են եւ շատ ավելի մոտ են, հա, քո գործողություններին։ Իհարկե մենք այսօր բիզնեսում ունենք հնարավորություններ մոտեցնել, հա, տվյալները գրեթե իրական ժամանակին, միաժամանակ օրինակ սպորտային աշխարհում, եթե դու կենտրոնացել ես ինչ որ մի երևույթի վրա, ասենք, եթե դու թենիս ես խաղում, հա, դու այդ պահին կենտրոնացել ես այդ խաղի վրա, դու կարող ես զուգահեռ ունենալ այլ
գործունեություն, ոլորտներ, ասենք հոգսեր եւ այլն, բայց դու չես կարող Եթե բան տենիս ես խաղում, հա տենիս ես խաղում։ տենիս չխաղալ, հա, դու կարող ես քո առավոտվա, չգիտեմ, վեճը քո ինչ որ հարազատի հետ խանգարել քեզ լավ խաղալ, բայց ամեն դեպքում դու խաղը պետք է խաղաս, հա, եւ դու տեղ այլ ընտրանք չունես, չես կարող։ Կարող ես հանձնվել, պարտվել եւ այլն, բայց երևույթը կենտրոնացման առումով անխուսափելի է։ Եվ նույնը վերաբերում է հետադարձ կապին, հա, դու լավ ես խաղում, քո մոտ ստացվում է, դու ջղայնանում ես կամ ասենք կարողանում ես ավելի սթափ, հա, որոշումներ կայացնել եւ այլն, եւ այդտեղ դու ավելի արագ ես տեսնում արդյունքները։ Բիզնես աշխարհում մի քիչ այդպես չի, հատկապես որը պայմանավորված է արդյունքների ամփոփման ցիկլերով, հա, կան տարեկան, կան երամսյակային, հա, որոշ դեպքում ամսական, եւ որտեղ մենք փորձում ենք ինչ որ ժամանակ ունենալ, հույս ունենալ, որ ինչ որ բան կփոխվի, ավելի լավը կլինի եւ ասենք որոշ չափով թույլ տալով մեր որոշումների կամ գործողությունների մեջ հապաղել, հա։ Այստեղ շատ կարեւոր է նաեւ հաշվի առնել, թե շահառուների կամ հիմնական ակնկալիքները ինչի մասին է եւ ինչն է կարեւորվել, հա։ Հետեւաբար եթե վերադառնանք հիմնական թեմային, ապա այստեղ շատ կարեւոր է, որ ինտեգրումը տվյալների, հա, որոշումների կայացման հարցում լինի համահունչ, հա, եւ այստեղ ոչ թե ուղակի երևույթները կարեւորվեն որպես այդպիսին, այլ որպես համակարգի ընդհանուր մաս, հա, ծառայեն դրա հաջողությանը եւ ճիշտ ինտեգրված լինեն կազմակերպության գործունեության մեջ։ Հասկացա։ Մի քիչ ուսանողներից էլ խոսենք, հասկանանք իրանք ոնց ինչքանով են այս ամեն ինչը պատկերացնում։ Մի հատ ուրիշ բան ասեմ հետաքրքիր, ես վերջերս եմ սկսել դաս տալ ու կենտրոնացումից որ սկսեցինք խոսալ, հիշեցի մի պահ այդ լսարանը, որտեղ ես դաս եմ տալիս ու հասկացա, որ իմ ամենալուրջ խնդիրը այդ ամբողջ դասի ընթացքում ուսանողների կենտրոնացվածությունը պահելն է լինում։ Հանդիպել ես sense խնդրի թե չէ քո այսքան երկար տարիների կարիերայի ընթացքում ու ոնց ես գտել այդ բանալին, որ ուսանողները ամբողջ դասի ընթացքում կենտրոնացած լինեն քեզ լսեն, հետո արդեն խոսենք իրենց պատկերացումներից իրական աշխարհի մասին։ Բավականին բարդ հարց է, որտեվ սկսած նրանից, որ կախված է թե դասախոսը ինչ հմտություններ ունի եւ ինչպես է կարողանում, հա, հետաքրքրել լսարան, վերջացրած այն այլ ընտրանքների հետ, որոնց հետ պետք է պայքարի, երբ միշտ կապի մեջ լինելու հանգամանքը բերում է նրա, որ քո ուսանողին կարող է շեղել ցանկացած պահին, եւ այստեղ ինչքան էլ դու լինես հետաքրքիր, ինչքան էլ դու փորձես լավ կազմակերպել process-ը, եթե այդ պահին հաղորդագրություն ստացավ կամ ինչ որ մեկը հարց տվեց, ստիպած շեղվելու են եւ բաց թողնի թե միտքը եւ թե ընդհանուր process-ի մեջ լինելու բանը։ Հետեւաբար այստեղ երևի թե այստեղ չենք կարող ինչ-որ միանշանակ բանաձև դուրս բերել։ Երկու բան, որ կարևոր է, առաջինը պետք է փորձես հնարավորինս հետաքրքիր դարձնել, որ մրցունակ լինես։ Այսինքն այդ որպեսի ուշադրությունը կամ ֆոկուսը ուսանողը նախընտրի նվիրի ձեզ, այդ իր ժամանակը։ Մենք մրցում ենք SMS գրողի հետ։ Այո, եւ նույնիսկ իրեն շատ հետաքրքրող հաղորդագրությունը կամ ասենք տեղեկատվությունը փորձի անտեսել, նշանակում է դու պետք է լինես հնարավորինս հետաքրքիր։ Եվ երկրորդը իհարկե որոշակի խաղի կանոններն են, հա, եթե կարող ենք պայմանավորվել ուսանողների հետ, որ որոշ երևույթներ ուղղակի անընդունելի են կամ կարելի է անել, հա, եւ որը որ լինի համահունչ մեր
process-ին, դասավանդման, դա կարող է հեշտացնել որոշ մարդկանց չշեղվելու կամ շեղվելու, օրինակ, եթե ինչ-որ մեկի մոտ հարց է առաջացել, երբ կարելի է այդ հարցերը տալ, արդյոք ընթացքում, վերջում, ու դա նաև նպաստում է մարդկանց ներգրավվածությանը, հա, տարբեր կամ օրինակ пассивացմանը, եթե դուք օրինակ թույլ չեք տալի, որ դիալոգ տեղի ունենա, մարդիկ հարցեր, երկխոսություն լինի, այլ սպասում եք ասենք ինչ-որ հատվածում նոր հարցեր։ Իրականում հայացքներից միանշանակ տեսնում ես իրենք քեզ լսում են, թե չէ։ Ակնհայտ է։ Դա հիմա ուսանողները ոնց որ ինչքանով են պատրաստ էլի իրական կյանքին։ Իրանք գիտեն, երբ որ ավարտեն իրենց աշխատաշուկայում ինչա սպասվում, որքանով են պատկերացնում, որ այն ինչ հիմա իրանք սովորում են համալսարանում, կիրառելի լինելու է, թե չէ։ Մի քիչ այս մասը խոսենք։ Այս հարցում երևի թե 3 փուլ կարելի առանձնացնել ընդհանրապես մասնագիտական կայացման, հա։ Առաջինը դա ընդհանրապես մասնագիտության ընտրելը, հա։ Այսօրվա դրությամբ մենք առնչվում ենք իրավիճակներ, երբ մարդիկ միշտ չի որ որոշում են, որ այս մասնագիտությունը կամ այս ուղղությամբ սովորելը, դա ինչ որ իրանք հստակ պատկերացնում են կամ այն ինչ որ իրանք ուզում են դառնալ, դա հենց այդ ուղղությունն է։ Պետք է սկսել իրականում իմ հարցը պատկերացնում, ուր ասպորտեղ ասում ավելի որ դպրոցական նույնիսկ փուլեր կարելի է իջնել, ուստեղ շատ կարևոր է որ այնպես անել, որ մարդիկ ելավել գիտելիք ինֆորմացիա ունենան, թե ինչ ոլորտում, ինչ գիտելիքներ, հա, ու ինչ կարող են պետք լինել իրենց կյանքում, հա, եւ մասնագիտական ուղղություններ ընտրելու հարցում լինեն շատ ավելի լավ կողմնորոշված։ Երկրորդ փուլը դա բուն սովորելու ընթացքում է։ Երբ որ ոչ այնքան լավ պատկերացումներ կան, թե այս կամ այն առարկան ինչքանով է օգնելու իրենց մասնագիտական կյանքում, ինչով է պայմանավորված, որ իրանք պետք է ժամանակ ծախսեն այս երևույթ ուսումնասիրելու վրա եւ ոնց ինչպես է դա իր ներդրում ունենալու իր մասնագիտական կայացման հարցում, հա։ Եվ իհարկե ապագայի հետ կապված մենք ունենք բավականին խզումներ, բացեր, որտեվ ուսանողական տարիքում շատ քիչ պատկերացում ունի մի շարք մասնագիտությունների հնարավորությունների մասով ու դա ես մի քանի փորձով, հա, ասենց ասեմ, իրավիճակներով եմ համոզվել, թե զրուցելով ուսանողների հետ եւ թե թանուր, հա, այնց հարցումներ անելով լսարանի մակարդակով, երբ օրինակ պատկերացումը, թե բանկում ինչ մասնագիտություններ կան, կարող են զարմացնել, հա, երբ որ դու հասկանում ես, որ այսօրվա դարում, երբ ինֆորմացիան հասանելի է, արհեստական բանականությունից կարող ես գրեթե ամեն ինչ հարցնել, ճշտել, առանձին վերցրած պահի մեջ, առանձին ուսանողը կարող է չիմանալ, թե ինչ հնարավորություններ տալի նույն բանկը մասնագիտական դրսևորման առումով, հա, եւ ունեցել եմ փորձ վարպետության դասի տեսքով, հա, ներկայացնելու բանկը որպես կազմակերպություն, մասնագիտությունները եւ այնինչ ուսանողները գիտեին սկզբում, հա, որ բանկը դա հիմնականում սպասարկում, չորվարկային մասնագետներ եւ այլն, եւ երբ որ իրենք բացահայտում են, որ այնտեղ կան գրեթե բոլոր, հա, տեսագիտական ոչ միայն հա մասնագիտությունները եւ իրավաբանություն եւ այլ մի շարք իրենք զարմանում են եւ օրինակ այսօր նույն Ամերիաբանկում հա կան ուղղություններ թիմեր, որոնք IT առումով հա ավելի մեծ քանակի մարդ աշխատում, քան այլ IT ընկերություններ, շատ IT ընկերություններում, երբ իրենք բացահայտում են, որ մեր ասենք Ամերիաբանկում մարքեթինգային թիմը շատ ավելի մեծ է, քան մի շարք մարքեթինգային էջենսիներ, հա, եւ այնտեղ կարող ես կայանալ։ Իդեպ այդ զրույցներից մեկում, երբ հարցնում էի ով է ցանկանում բանկում աշխատել, շատ քչերն էին ձեռք բարձրացնում, բայց երբ որ ասում էի, իսկ որտեղ եք ցանկանում, հիմնականում նշում էին մարքեթինգ, IT եւ այլն։ Եվ այստեղ էր հիմնական հարցը, որ ստացվում է, որ նույն մարդ, որ ուզում է մարքեթինգով շարունակել իր ապագան, շատ քիչ պատկերացում ունի, որ հենց բանկերում կամ այլ ընկերություններում, հա, կան մեծ կարիք նման տաղանդների, նման կարողությունների, նույնը վերաբերում է IT-ին։
Այնքան իրական լավ նկարագրեցիր այս խնդիրները ու այնքան հոգեհարազատ էին ինձ, որտեվ այդ ամբողջ խնդիրները ես ունեցել եմ ու ավագ դպրոցից սկսած մինչև համալսարանական տարիներ մի պահ անցան աչքից առաջով ու ցենց ուզեցի հետ գնամ մի հատ նորից մասնագիտության ընտրության հարցում, համալսարանի ընտրության հարցում մի քիչ ավելի ճիշտ որոշումներ կայացնեմ։ Բայց ինչևէ, եղածն իսկ օրինակ բացի նրանից, թե դա ոնց են կիրառելու։ Արդյոք համալսարաններում ուսանողները ստանում են համապատասխան գիտելիք, որը կիրառելի է լինելու հետագայում աշխատելիս, թե համալսարանի գիտելիքը ավելի տեսական է, չգիտեմ, ինչքանով է այդ գեփը աշխատաշուկայի պահանջած սկիլերի եւ համալսարանի տված սկիլերի միջև առկա ու արդյոք աշխատանքներ տարվում են այս գեփը լցնելու համար, լրացնելու համար։ Տեսեք, իմ կարծիքով ցանկացած մասնագիտության կամ մասնագիտացման մեջ կա 3 կարևոր բաղադրիչ, հա, որոնք հետո վերածվում են կոնկրետ հմտությունների։ Առաջինը դա մտածելակերպն է, mindset-ն է, երբ որ նշում են, որ իրենց ներկայացնում է մի շարք հարցերի, հա, նկատմամբ մոտեցումները, ընկալումը, վերաբերմունքը, հա, եւ ընդհանուր թույլ է տալի ձևավորել, հա, թե ինչպես է մարդը տեսնում աշխարհը։ Երկրորդ ոնց որ բաղադրիչը դա կոնկրետ մեթոդների, process-ների եւ ընդհանուր երբեմն տեսություններ ենք ասում, բայց ավելի շատ մեթոդաբանության մասին է խոսքը գնում, հա, ինչպես անել վերլուծություններ, հա, ինչպես խնդիրներ ձևակերպել այս համատեքստում, օրինակ, չգիտեմ, գիտական մեթոդի, հա, մասին երևի շատերն են լսել, բայց այսօր մի շարք կրեատիվ տեխնիկաների եւ տարբեր ստեղծարար մտածողության հիմքում դրված է այն ինչով որ գիտությունը մի քանի հարյուրամյակ զարգանում է, մասնավորապես դիտարկում, հարցադրում, հա, վարկածի առաջ քաշում, հետո էքսպերիմենտ, ստուգում, հետո եզրահանգում, հերքում, հա, ու եթե մենք փորձենք տեսնել նման մեթոդների տիրապետելը, հա, թույլ է տալիս տվյալ մասնագետին ավելի պրոֆեսիոնալ մոտենալ հարցերի լուծմանը։ Համալսարանական կամ բարձրագույն կրթությունը թույլ է տալի առնվազն ճիշտ կազմակերպման դեպքում լուծել 2 մակարդակ եւ այսօր իմ կարծիքով դա ապահովում է որոշակի մտածելակերպ ձևավորելը ուսանողների մոտ եւ երկրորդը որոշ մեթոդներ, գործընթացներ ներկայացնելը տեսությունը, հա, երևի թե։ Ինչ վերաբերում է պրակտիկ գործիքների կիրառման առումով, ստեղ կա որոշակի բաց։ Տական process-ում եւ հատկապես դա կիրառել է հենց տվյալների հետ կապված հարցում։ Քանի որ մեր կոնկրետ հայկական իրականության մեջ գիտական էլեմենտի մասը բավականին թույլ է եւ որովհետեւ եթե ուսանողները շատ ավելի զբաղվեն գիտությամբ, ապա անհրաժեշտությունը իրենց իսկ գիտական աշխատանքներում պրակտիկ գործիքների կիրառման առումով շատ ավելի կկարևորվեր։ Եվ իրենք ստիպված կլինեին սովորել տարբեր մեթոդներ, գործիքներ, կիրառել դրանք եւ արդեն աշխատաշուկա դուրս գալով կտիրապետել այդ գործիքներն, որտեղ իրենք իրենց ուսումնագիտական process-ներում կկիրառեին այդ ամենը եւ արդեն ավելի լավ կտիրապետեին այդ գործը։ Որտեւ ես ինքս էլ գործի մեջ շատ եմ տեսնում այդ խնդիրը, որ ուսանողները համալսարաններում հիմնականում աշխատում են ինչ-որ համալսարանական պատրաստի դատաների հետ ու իրանց թվում է բոլոր դատաները, որ հանդիպեն իրենց կյանքում, այդպես են լինելու, ամեն ինչ շատ կառուցվածքային, սիրուն դասավորված լինելու է, ու երբ որ գալիս են տեսնում են թե իրականում տվյալները ինչ խառն են, այդ ամբողջ աշխատանքը պետք է արվի, որ տվյալները դառնան սիրուն տվյալներ, նոր կարողանան վերլուծել, իրանց համար դա առաջին շոկն է, էլի ոնց որ լինում այդ համալսարանական դատայից հետո տեսնել իրական դատան, դրա համար ինձ թվում է կարևոր է սովորել տարիներին, առնչվել նաև իրական աշխարհի հետ ու ի ուրախություն ինձ եւ նաեւ բոլորի ասեմ, որ օրինակ իմ մագիստրատուրայի տարիներին ես ավարտել եմ ԵՊՀ-ի կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն ֆակուլտետը մագիստրատուրան եւ մենք օրինակ վերջում մեր թեզը պրակտիկ էր եւ մենք ահագին գործիքների պետքա տիրապետեինք մեր թեզը գրել կարողանալու համար քո նշած օրինակով, հա, մենք ես առանձին չեմ անցել այդ գործիքները, բայց իմ թեզը գրելու համար ես ստիպված էի դրանց տիրապետել, հետո նաեւ դրանք օգտագործում եմ իմ աշխատավայրում ու շատ հաճելի է այդ պահը, որ ինչ սովորել եմ կարողանում եմ կիրառել
Սա ուղղակի լրացնեմ, որ կան մասնագիտություններ, որտեղ այդ մասը շատ լավ է դրված, բայց խոսքը գնում է դրա մասին, որ մոտեցումը տարածվի այլ ուղղությունների վրա եւս, հա, եւ արդյունքում, եթե մենք ասում ենք, որ տվյալների հետ աշխատելու հմտությունը այսօր դառնում է կարևոր բաղադրիչ ցանկացած մասնագիտության մեջ, լինի բժշկական ոլորտ կամ այլ ֆինանսական, ապա ստացվում է, որ մենք չենք կարող միայն հույսը դնել, որ այն մարդը, որ ավարտել է կիրառական, ինչ որ կամ ֆինանսներ, այդ մարդիկ են միայն զբաղվելու տվյալների հետ, հա, եւ ձեր մասնագիտությունը կոնկրետ նպաստել է նրան, որ դուք սովորեք, բայց մենք ունենք տարբեր մասնագիտացումներ, որտեղ այդ պահանջը չի այդքան ակտուալացվում։ Եվ այստեղ կա մեծ հնարավորություն համագործակցության եւ այդ կապիտալը մարդկային, հա, իդեմս ուսանողների փորձել ներգրավել տարբեր կազմակերպչական խնդիրների լուծմանը, տալով նրանց նաև այդ հնարավորությունը, որպեսզի նրանք ոչ միայն սովորեն, այլ նաև ինչ որ չափով ուղղորդվեն փորձագետների կողմից այս կամ այն գործիքի կիրառման առումով եւ ավելի մեծ հնարավորություն ստանան մինչեւ իրենց մասնագիտական աշխատանքը սկսելը առնչվել բիզնես կամ իրականության հետ։ Մի հատ էլ այս թեմայով էլի հետաքրքիր միտք եմ լսել, ինձ ահագին դուր եկավ, որ համալսարանում նույնիսկ ավելի շուտ դպրոցը էլի առարկաներ պետք է սովորեցնի, պետք է ինչ-որ կոնկրետ գիտելիքներ փոխանցի, բայց առաջին հերթին պետք է սովորեցնի, թե ինչպես է պետք սովորել, ու իրականում երկար եմ մտածել այս մտքի մասին, ինձ իրոք շատ է դուր եկել, որտեվ սովորելը չի վերջանում, երբ որ մենք համալսարանն ավարտեցինք, դպրոցն ավարտեցինք, սովորելը ինձ թվում է sense կվերջանա ժամանակ, երբ որ մենք կվերջանանք, sense անverջ գործընթաց է ու շատ կարևոր է, որ մենք այս ինֆորմացիայի մեծ տվյալների հետ կարողանանք մեզ վերցնենք այն, որտեվ ինձ թվում է անհնար է մեր ամբողջ կյանքի ընթացքում մենք տիրապետենք ամեն ինչի, մենք պետքա կարողանանք ֆիլտրել ու վերցնենք այն, ինչ մեզ է պետք։ Ինձ կարող է լրիվ ուրիշ բան է պետք, մեկ ուրիշին լրիվ ուրիշ բան է պետք ու մենք պետքա սովորենք, թե ոնց ֆիլտրենք, վերցնենք այն, ինչ հենց մեզ է պետք, մեր գործի մեջ, մեր զարգանալու մեջ, մեր աճելու մեջ։ Ու դրա համար ինձ թվում է համենայն դեպս այս մասը մի քիչ շատ ավելի բաց է համ դպրոցներում, համ համալսարաններում ինքնակրթությունը լավ չի պրոպագանդվում։ Սովորելը շարունակական գործընթաց է եւ իրականում մենք անկախ ամեն ինչից սովորում ենք։ Ուղղակի կա նպատակային սովորել եւ կա սեփական սխալների փորձի կամ արդյունքում, հա, որոշ գիտելիք ստանալ, որովհետեւ մարդը անխուսափելիորեն նոր ինֆորմացիա ձեռք բերում եւ այդ առումով մենք չենք կարող ասել, որ կա մարդ, որ չի սովորում, այլ հարց թե որքանով է այդ սովորելը նպատակաուղղված հավելյալ գիտելիքի ստացմանը, որը պետք է օգնի իրան ավելի հաջող լինել, հա, եւ եթե մենք խոսում ենք այդ նպատակային, հա, հավելյալ գիտելիքի ստանալու մասին, ապա այսօրվա դարում, հա, երևի թե այլևս գիտելիքի ստացումը դա փուլային ինչ որ մաս չի, այսինքն մարդը դպրոց սովորեց, հետո բարձրագույն եւ ինչ որ չափով այնուհետեւ կյանքն սովորացնում կամ փորձը։ Այսօրվա ձևաչափերը եւ նաեւ կրթական համակարգերը թույլ են տալի անընդհատ նպատակային նոր գիտելիքներ ձեռք բերել տարբեր ծրագրերին մասնակցելու միջոցով, այդ ու ինքնակրթության միջոցով։ Այստեղ շատ կարեւոր է, որ այն ինչ որ ամենասկզբում նշեցինք, գիտելիքը այնքան արագ է փոխվում, եւ այն ամեն ինչ որ մենք գիտեինք 3 այսօր արդեն կարա հարցականի տակ լինել, այդ գիտակցումը, որ մենք պետք է ոչ թե միայն սովորենք սովորել, այլ նաեւ լավ հասկանանք, թե ինչի է դա պետք։ Հա, որովհետեւ եթե դու հասկանում ես, որ քո իմացածը ինչ որ X պահի դրությամբ արդեն ակտուալ չէ, դու պետք է միշտ իմանաս, որ ինչ որ ջանք է պետք ներդնել, դա ստուգելու, վալիդացնելու, հա, ավելի վստահ լինելու, որ այն ինչ որ դու այս պահին որոշումներ ես կայացնում, դրանք արդիական են։ Եվ իհարկե մենք կարող ենք բախվել իրավիճակներ, երբ որ մարդը կարող է ասել ես 100 տարվա այս ինչի փորձագետ եմ կամ ամբողջ կյանքս այսպես եմ արել եւ այսպես է ճիշտը եւ այլն, բայց դրանք իմ կարծիքով ուղղակի վկայում են նրա մասին, որ ոչ թե այդ մարդը չի սովորում, հա, էլի սովորում,
ուղղակի սեփական սխալների միջոցով։ Հա, ասում 100 տարվա մասնագետ են, վարպետ են, բայց մինչև չի առնչվում, նոր ասում հա, ճիշտ է, հիմա պետքա ուրիշ ձև գործենք։ Եվ կա իմ ասած պրոակտիվ, հա, երբ որ դու ասում ես, որ անկախ նրանից թե ես քանի տարվա փորձ ունեմ, հա, եւ ես չեմ կարող այդքան իրական սխալներ գործեմ, որպեսզի համոզվեմ, որ ես սխալ եմ, ինչպես կարող եմ ես գլխանց, հա, համոզվել, թե ինչն է պետք փոխել։ Եվ այդ առումով, այո, շարունակական կրթությունը եւ անընդհատ նոր գիտելիքի ձեռքբերումը այդ առումով շատ կարեւոր է։ Իսկ կառանձնացնես ինչ-որ մի skill, որ քո կարծիքով շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր մեկը, ով նոր մտնում է աշխատաշուկա, ունենա։ Բազմազան են իհարկե, բայց ինչ-որ մեկը, որ քո համար շատ կարեւոր է։ Շատ դժվար է։ Եթե մենք խոսում ենք ընդհանրապես, թե կոնկրետ օրինակ այն ոլորտի մասին, որ մենք խոսում ենք։ Այս ոլորտի մասին։ Իմ կարծիքով դա ոչ թե ավելի շատ հմտություն է, այլ ես կառանձնացնեի մտածելակերպի մակարդակով, հա, իմ կարծիքով հաջողելու հավանականությունը մասնավորապես տվյալների ոլորտում շատ կարևոր է, եթե ուսման ընթացքում կամ որոշակի այլ ձևաչափերում մարդու մոտ ձևավորվել այնպիսի մտածելակերպ, որը առնվազն հետևյալ 3, հա, բաղադրիչներ իր մեջ պարունակում է։ Առաջինը դա քննադատական մտածողությունն է, որը թույլ է տալի ցանկացած պայծրությամբ փորձել ճշտել, համոզվել տվյալների, ինֆորմացիայի, հա, ճշտության, աղբյուրի իմաստով, վստահելիության առումով եւ շատ կարողանա կողմնորոշվի, թե ինչքանով է տվյալ ինֆորմացիան կիրառելի այս կամ այն հարցի առումով, վստահելի եւ այլն, հա, այդ շարքը կարելի է շարունակել։ Երկրորդը իմ կարծիքով շատ կարևոր է, որ մարդու մոտ այդ բացի քննադատական, երբ որ խոսք գնում է այլ ինֆորմացիայի, այլ ներքին այդ մտածելակերպը, որ բացի քո ընկալումից կարող է լինել այլ իրականություն, որը մենք երբեմն օբյեկտիվ ենք անվանում, այլ փորձել չսահմանափակել այն տեղեկատվությունը, որ դու կարող ես ստանալ արտաքին աշխարհից, իսկ մարդը որպես համակարգ, հա, սոցիալական համակարգ շատ սերտորեն համագործակցում է արտաքին աշխարհի հետ։ Եվ այստեղ տեղեկատվությունը տվյալը որպես հետադարձ կապի մեխանիզմ թույլ է տալիս հասկանալ շատ երևույթներ։ Եվ երրորդը երևի թե այսօրվա իրականության մեջ, որը շատ է քննարկվում արհեստական բանականության համատեքստում, բայց նաև անհատների մակարդակում, դա էթիկան է, հա, հատկապես տվյալների հետ աշխատելու էթիկան ու ընդհանրապես տեղեկատվության հետ աշխատելու, հա, այստեղ մի քանի հարթություններ կան, որտեղ ոչ միայն իրավական, թույլատրելի, հա, թույլտվություն ունենալու առումով տվյալների օգտագործման, հա, այդ թվում նաև դրա դրսևորման առումով, հա, չխեղաթյուրելու, չստելու, չփոխարինելու իրականությունը, հա, այլ փորձել հնարավորինս լինել էթիկապես, հա, ավելի ճիշտ, հա, կոռեկտ, ազնիվ, այն իմաստով, որ ապագայում քո կողմից արվող ցանկացած արդյունքների նկատմամբ լինի վստահություն։ Այսպեսի արտահայտություն կա, չէ՞, սուտ, ավելի մեծ սուտ եւ վիճակագրություն, որ ասացի սուտ, այդտեղից հիշեցի։ Տեսեք, մենք չենք կարող խուսափել այն երևույթից, որ մեր շուրջը ինֆորմացիան միշտ չի որ ճշգրիտ է, հա, եւ դա ուղղակի պետք է ընդունել որպես իրողություն եւ ձևավորել այդ մտածելակերպը ոչ թե ծայրահեղ ամեն ինչ կասկածել, բայց կիրառել որոշակի գործիքներ, մոտեցումներ ստուգելու, համոզվելու, մանավանդ երբ որ դուք փորձում եք այդ ինֆորմացիան օգտագործել, տարածել կամ ինչ-որտեղ ծառայեցնել ինչ-որ նպատակով, հա, եւ այդ առումով, այո, այդ կարողությունը տարանջատելու եւ այն, որ թե լրատվամիջոցների եւ թե տարբեր նպատակներում կարող է որ ոչ ամբողջական լինի ինֆորմացիան, ոչ լիարժեք վերլուծված լինի ինֆորմացիան եւ հետեւաբար սենսացիա ստեղծելու կամ ինչ-որ մի բան հիմնավորելու հիմքով դուք լսում եք ինչ-որ ինֆորմացիա եւ հետո դա փորձում եք որպես ճշմարտություն ընդունել, տարածել ինչ-որ երևույթների վրա եւ այնուհետեւ երբ որ դες հարց են տալիս որտեղից գիտեք այդ ինֆորմացիան, չեք կարող։
շատ կարևոր հմտություն է միշտ ասել, իսկ ես որտեղից դա գիտեմ։ Հա։ Այսինքն ու միշտ Համաձայն եմ։ պատրաստ լինել, որ եթե դա անձնական կարծիք է ձևավորվել, okay, ասել որ դա իմ կարծիքն է։ Եթե դա կա աղբյուր Հա։ կամ կա որոշ հետազոտություն, մեջբերել դրանք, Ահա։ նշել, որ դրանք կարող են մարդիկ ծանոթանալ նաև այլ աղբյուրներից։ Արթուր, շնորհակալ եմ շատ բովանդակային զրույցի համար։ Վստահ եմ, հույս ունեմ ամեն դեպքում, որ ուսանողներին եւ էլի մարդկանց, ովքեր հետաքրքրված են այս թեմաներով, օգտակար կլինի յուրաքանչյուրը ինչ որ միտքը կարողանա իր համար գտնել, որը նոր էր, նոր լսեց, կմտածի այդ մտքի շուրջ։ Բայց որպես վերջաբան ուզում եմ մի քիչ շեղվենք այս թեմայից։ Ինչ որ մի հետաքրքիր բան եմ նկատել, կուզում եմ դու էլ քո կարծիքը ասես դրա մասին։ Նկատել եմ, որ ինչքան շատ եմ զբաղված լինում, այնքան ավելի շատ բան եմ հասցնում։ Նկատի ունեմ, եթե ավելի շատ ժամանակ ունեմ, ավելի շատ ինչ-որ բաներով զբաղվելու, ավելի շատ բան եմ կարողանում տեղավորել իմ գրաֆիկում, քան այն օրերին, երբ որ ես մեծամասամբ ազատ եմ։ Ես եմ տարօրինակ, թե իրականում կա այսպիսի պարադոքս։ Կա այդպիսի պարադոքս։ Շնորհակալություն։ Եվ շատ ավելի նորմալի մասին ենք խոսում, քան ինչ-որ շեղման, եւ այստեղ շատ կարեւոր է ասել, որ ինչքան մարդիկ ավելի զբաղված են, ավելի են հասցնում, հա, եւ ավելի շատ բան են կարողանում անել։ Եվ իմ կարծիքով, երբ որ մարդը կարողանում է, տեսեք, ժամանակին կար, հուսով եմ հիմա մի քիչ պակասել է, sense միֆ, հայերեն միֆը ինչպես են ասում։ Միֆ, որ գաղտնիքը ժամանակի կառավարման մեջ է։ Այսինքն ես որպես կառավարման, հա, փորձագետ միշտ այդ հարցը տվել եմ, ասում ոնց կարող ես դու կառավարել ժամանակը, որը ըստ էության կառավարելի չէ, հա։ Հա։ Ինքը հոսում է, ընթանում է եւ դու չես կարող ներազդել այդ ժամանակի վրա, հա։ Փոխարենը դու կարող ես ներազդել քեզ վրա։ Այո։ Գործընթացների վրա եւ կարողանալ կենտրոնանալ ինչ որ երևույթների, հա, առաջնահերթություններ տալ եւ այլն։ Եվ այստեղ է ամբողջ գաղտնիքը, որ եթե մենք փորձենք վերլուծել թե ինչքան ազատ ժամանակ ունի մարդը, կարող ենք եւ այդտեղ տվյալներն էլ նույնպես կարող են օգնել, հա, եւ տարբեր հավելվածներ այսօր մեզ այդ հաշվետվությունները նույնպես տալիս են, հա, երբ որ դուք օրինակ 3 ժամ անցկացրել եք այս հավելվածը ուղակի թերթելով, հա։ Ամենաշաբաթ ստանում ենք այդ փոքրիկ ռիպորտը։ Փոքրիկ ռիպորտ։ Եվ այդ տվյալը եթե փորձես օգտագործես որպես քեզ կողմնորոշելու, հա, առումով որոշակի input, ինֆորմացիա դու կարող ես հասկանալ, որ մենք շատ ժամանակ ունենք։ Հա։ Շատ բաների վրա։ Եվ տարօրինակ չի, երբ որ դու շատ բան ես անում, դու հասցնում ես։ Այստեղ ամբողջ հարցը, երբ որ այդ երևույթները ստանում են պրիորիտետ, իսկ մեր կյանքում ինչպես են պրիորիտետ ստանում։ Երբ որ դու ստիպված ես լինում, հա, այսինքն կյանքն է ստիպում, եւ զարմանում ես, թե ինչպես դու կարողացար այս ժամին այսինչ բան անել, որտեղ անխուսափելի էր դա։ Հա։ Եվ երբ որ մարդիկ այդ երևույթները դարձնում են իրենց կենսակերպի մաս, հա, երբ որ իրենց ամենօրյա գործունեության մեջ ներդնում են, դարձնում են դա վարքագիծ կամ սովորույթ, հա, այդ պարագայում մարդը կարող է եւ սպորտով զբաղվել, եւ ընթերցել, եւ աշխատանքը հասցնել, եւ այլ, եւ շատ ժամանակ նման մարդիկ ոչ թե չունեն ժամանակ հանգստանալու, այլ իրենք տարբեր բնակավարներում իրենց դրսևորման միջոցով լուծում են նույն խնդիրը, ինչ որ անում է մարդը, երբ որ որոշում է հանգստանալ, այսինքն այդ հանգստանալ հասկացությունը տարբեր է, էլի։ Այո։ Ինչ նշանակում հանգստանալ։ Հետևաբար այն որ մարդիկ տարբեր բաներով են զբաղվում, դա նույնպես հանգստանալու ձև է։ Հա, այսինքն հանգստանում են, մյուսով են զբաղվում։ Ֆիզիկական, ասենք, վարժությունները դա նույնպես հանգստանալու ձև է։ Այո։ Ինչ որ բան ընթերցելը նույնպես ֆիզիկականին հանգիստ տալու ձև է, հա, երբ որ դու ինչ որ բան ես կարդում եւ այլն։ Այսինքն արդյունքում դու կարող ես շատ բան անել եւ միշտ ինձ երբ որ ինչ որ մեկը ասում է ընթերցելու ժամանակ չունեմ, ես ուղղակի համեստորեն լռում եմ։ Այո։ Որովհետեւ ոչ թե ես անում եմ, երբ որ ասում եմ սպորտով զբաղվելու ժամանակ։ Ոչ թե դու հասկանում ես, որ մարդը մի ընտանիք, երեխաներ ամեն օր զբաղված է եւ այլ, այլ ուղղակի հասկանում ես, որ այդ երևույթը
այդքան չի կարևորվում իր Այո, կյանքում։ առաջնահերթություն չունի։ Հետևաբար կարող ես պատասխանել, որ գիտեք ինչ ինձ թվում է առաջ, բայց դա մի քիչ կոպիտ կարող է հնչել, բայց դա նաև խոսում է նրա մասին, թե ինչն է իր կյանքում ավելի կարևոր։ Ու դա ոչ թե մեղադրանք է, Այո։ այլ իրականություն։ Իսկ եթե 24 ժամին մի քանի ժամ էլ ավելացնեին, ինչ կավելացնեիր քո կյանքում։ Երևի թե ավելի ժամանակ հատկացնել հասցնելու մարսել, թե օրինակ հետադարձ կապի առումով, թե ինչա ստացվում, ինչն է հաջողվում, երբեմն դու դա անում ես արձակուրսների ժամանակ, դու անում ես ինչ որ պաուզաների ընթացքում, բայց եթե մենք կարողանայինք նաև, հա, ավելի ֆոկուսավորված ռեֆլեքսիա անեինք տվյալ օրվա հաջողությունների մասով, հա, որ այսօր ինչ-որ չափով արվում է, բայց ավելի այդ ժամանակ նվիրեիր, դա կօգներ հաջորդ օրերը ավելի լավ արդյունավետ իրականացնելու առումով եւ նաեւ այդ կուտակված ինֆորմացիան գիտելիքը շատ ավելի նպատակային ծառայեցնելու հաջորդ օրը այլ ավելի լավը լինելու։ Արտուրի հետ զրուցեցինք մի քանի տարբեր թեմաների մասին, տվյալների կարևորության մասին կազմակերպության կառավարման գործընթացում, խոսեցինք ուսանողների մասին, թե որքանով են պատկերացնում իրենց ինչ է սպասվում իսկական աշխատաշուկայում, եւ խոսեցինք նաեւ այն մեծ գեփի մասին, որն առկա է համալսարանական կրթության եւ աշխատաշուկայի պահանջների միջեւ։ Չմոռանաք բաժանորդագրվել, որպեսզի ոչ մի վիդեո բաց չթողնեք։